Բարևձեզ Factor TV հյուրը իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանն է, Բարևձեզ։ Հարությունյան, ձեր ներկայացրած հասարակական կազմակերպությունը եւս միացել է այն ՀԿ-ների հայտարարությանը, որում նշել եք կամ ավելի շուտ դատապարտել եք մեջբերում վերջին շրջանում Հայաստանում քրեական արտադրության գործիքակազմի ինտրովի պատժիչ նպատակով անհամաչափ եւ ոչ իրավաչափ կիրառման դրսևորումները, որոնք ուղեկցվում են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով, հատկապես խոսքի ազատության իրավունքի սահմանափակման նպատակով քրեաիրավական գործիքակազմ է կիրառվում քաղաքական նպատակահարմարությամբ, կմանրամասնեք ինչ գործեր եք առանձնացրել եւ ինչ հիմնավորումներ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար եւ հայտարարության հետքերով այս կարևոր թեմային կրկին անդրադառնալու համար, որովհետև ինչպես ցույց է տալիս հայտարարությունը, մենք հայտարարությունը տարածելուց հետո դրա հիմքում ընկած խնդիրներին կրկին առնչվեցինք այլ սուբյեկտների շրջանակներով, իսկ իրականում եւ ձեր նշած հատվածը եւ ընդհանուր հայտարարությունը իրենում մի քանի կարևոր ասպեկտների է անդրադառնում, որին ուղղակիորեն չենք կարող չանդրադառնալ, հաշվի առնելով վերջին շրջանում շաբաթների ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, որը մի քանի, այո, իշխանությունը կարմիր գիծ է անցել, ինչ է դա նշում։ Այդտեղից է սկսենք, որովհետև այստեղ մի քանի այսպես կոմպոնենտներով խնդիրներ կան, որոնց պետք է անդրադառնալ եւ որոնց հանրագումարը փաստում է, որ այո, այդ գծերը անցած են։ Ինչու մասին է խոսքը։ Ընդհանուր քրեադատավարական գործիքակազմերի կիրառում, այսպես կետերով ասեմ, հետո արդեն բացենք անդրադառնանք յուրաքանչյուրին, որը ինչպես ցույց է տալիս պրակտիկան սելեկտիվ կիրառություն է ստանում իրավապահ մարմինների եւ առհասարակ դատաիրավական համակարգի կողմից, խնդրահարույց դրսևորումներ ազատ խոսքի կիրառման առնչությամբ, որի առնչությամբ արդեն որերորդ դեպքով ականատես ենք լինում քրեական գործիքակազմերի կիրառմամբ ազատ խոսքի սահմանափակում եւ ընդհանուր առմամբ վերցրած մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ կապված լրջագույն խնդիրներ, որոնք բավարար հիմքեր են տալիս պնդելու, որ մեզ մոտ հետընթաց է արձանագրում։ Հիմա ես մի այսպես հակափաստարկվեմ, միգուցե դա ես պիտի յուրաքանչյուրին անդրադառնամ, այո։ Տեսեք, դուք նշում եք այսպես քրեական գործեր քաղաքական նպատակառությամբ եւ խոսքի ազատության տրամաբանությամբ, քանի որ այս հարցերը ամեն օր քննարկվում են, այո, պատրաստի բերեմ դուք խնդրեմ անդրադարձեք, հա։ Իշխանությունը ասում է, այսինքն ռազմական հեղաշրջում կոչ հնչեցնելը, դա խոսքի ազատություն է, ընդ որում ձեր հայտարարությունում նշել եք, որ այսինքն տարանջատենք մի դեպքում, տեսեք, մի դեպքում դատախազությունը ասում է չկա հանցակազմ, իշխանությունը իրավական է, այսպես ասենք, հա, մարմինները ասում են, երբ որ կրկնում է եւ դա համոզմունքի տեսք է ստանում եւ մի հատ էլ իր օրագրում գրում է, որ ես այսպեսի բան արեցի եւ այդտեղ նաեւ ավելի լավ է համապատասխան ներկայացուցիչները այդ փաստարկը չբերեն, որովհետեւ իրենց դիրքերը թույլեցնում են։ Եթե կրկնվում առավել եւս, որովհետեւ եթե մենք շարժվում ենք բացառապես իրավական ընթացակարգերով, այստեղ այդ ձեր վկայակոչված հատվածը շատ կարեւոր է հակառակի պնդման տեսանկյունից նաեւ։ Հիմա եկեք սկզբից սկսենք, որպեսզի պարզ լինի, բնականաբար այնինչ իշխանությունը ասում է, մենք ինքներս որպես իրավապաշտպաններ քաղաքասարակություն այն կողմնակիցն ենք եւ պնդում ենք, որ բռնության կոչերը, ատելության խոսքը, ցանկացած երևույթ, որը անցնում է ազատ խոսքի այդ սահմանը, այո, պետք է դատապարտելի լինի եւ այդտեղ պիտի լինի գործի համաչափության եւ օրինականության կարեւորագույն սկզբունքները, բայց մինչ դրան հասնելը կան մի շարք կարևոր առանձնահատկություններ, հա։ Ձեր վկայակոչած դեպքում օրինակ շատ կոնկրետ եկեք դիտարկենք, նախ ոչ ոք չի ասում, որ դատապարտելի այնտեղ որևէ բան չկա, բայց պետք է հասկանալ, որ կետից սկսած իշխանությունը որոշեց այդ սելեկտիվ դատապարտումը իրականացնել, այն դեպքում, երբ որ մենք բոլորս հրապարակային ականատես եղանք, որ բավականին տևական ժամանակ առաջ այդ երևույթի առնչությամբ մեր համապատասխան իրավապահ մարմինները ունեցել են դիրքորոշում, որ այդտեղ հանցակազմ չկա եւ որևէ քրեորեն պատժելի արարք չկա, այդ երևույթը շարունակել է դրսևորվել, որովհետեւ
սուբյեկտի մոտ նույնպես այն համոզմունքն է ձևավորվել, որ դա դատապարտելի երևույթ չէ, եւ այստեղ ամենակարևորը Ռոբերտ ջան, անդրադառնալով նաեւ ձեր նախորդ խոսքին, երբ որ նման կոչեր են արվում, զուտ կոչը ինքնին բավարար չէ, պիտի լինի նաեւ իրական սպառնալիք, իրական որոշակի դրսևորում, որ այդ ամենը կյանքի կկոչվի եւ այստեղ հիշում եք այդ քրեական գործը երբ հարացվեց Բագրատ arczepiskopos Գալստանյանի գործի շրջանակում այդպես կոչված ահաբեկչության նախապատրաստման բայց այդտեղ էլ մենք եթե նայում ենք զուտ քրեական արդարադատության կոնտեքստում մենք չենք կարող անտեսել այն կարևոր փաստական տվյալները, որը հրապարակեց պաշտպանական կողմը առայն թե ինչպես են քրեական գործի շրջանակներում առանձին հատվածներ ներկայացվել հանրությանը կոնտեքստից կտրված կամ առանձնացած։ Ես հիմա չեմ ուզում խորանամ այդ մյուս գործի, այո, որովհետև այնտեղ դեռևս այլ փուլում այստեղ ունենք դատապարտում, բայց երևույթը ինքնին ինչի է մտահոգիչ։ Առաջին գործի պարագայում խնդրահարույց է քրեաիրավական գործիքակազմերի սելեկտիվ ընտրությունը եւ արդեն ակնհայտորեն քաղաքական նպատակահարմարությամբ նաեւ պատասխանատվության ենթարկելը, որովհետև մի իրավիճակում այնինչ տեղի էր ունեցել քաղաքական նպատակահարմարություն, այնինչ դրսևորվել էր փաստացի քրեորեն պատժելի չէր, հա, եւ շարունակական մեկ քանի դրսևորում է ունեցել եւ չգիտես ինչու ինչ որ մի կետից նոր իրավապահ համակարգը դա համարել է քրեորեն պատժելի։ Այստեղ ինստիտուտի որ ասում են մի քանի անգամ կրկնել է, համոզվել է որ դա իր համոզմունքն է եւ այլն դարձավ պատժելի։ Հարգելի Ռոբերտ, իրավունքը, եթե մենք իսկապես խոսում ենք կայացած ինստիտուտների եւ իրավունքի գերակայության գոնե ցանկալի իրականության մասին, ապա այդ ամենի շարունակությունը պահանջում է նաեւ նման խոսքի իրական վտանգը, որը կյանքի կկոչվի։ Հիմա նույն քննչական մարմինները, դատախազությունը կարողացել են հիմնավորել նաեւ դրա վտանգը, որովհետեւ դա պիտի լինի հակառակ դեպքում խնդիր է լինում, թե ինչպես այդ process-ների արդյունքում մարդը ազատ ազրկման դատապարտվեց եւ ավելին այստեղ երկրորդ հանգամանքը, որը հիմք է տվել նաեւ այս հայտարարությունը ընդունելու եւ մտահոգություն հայտնելու, այն է, որ դատական պրակտիկայի ուսումնասիրությունը մեր կողմից իրականացված ցույց է տալիս, որ համանման հանցակազմի պարագայում ունեցել ենք դեպքեր վերջին տարիներին Հայաստանում, որոնց պարագայում նախ Պրոցեսը շատ ավելի դանդաղ է եղել, քննարկվող պարագայում շատ հապշտապ արագությամբ է տեղի ունեցել այդ պրոցեսը եւ երկրորդ այս դեպքում մենք ունենք ազատ ազրկում, մինչդեռ համանման իրավիճակներում համանման խնդրում եմ ուշադրություն դարձնել ռեալ որպես այդպիսին քրեական դատավարության շրջանակներում պատիժ ազատ ազրկման տեսքով չի կիրառվել։ Հիմա այս փաստական հանգամանքները Խնդրում եմ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ մենք չենք ասում բռնության կոչերը, նման երևույթները դատապարտելի չեն։ Հարցը այն է, թե ինստիտուտները, այն մարմինները, որոնք պիտի այդ ամենի հետևից գնան, ինչքանով են օրինական գործում, ինչքանով են քրեական արդարադատության գործիքակազմերը իրապես ծառայեցնում իրենց նպատակին եւ ամենակարևորը, ինչքանով է պատասխանատվությունը համաչափ այն երևույթներին, որ իսկապես տեղի է ունեցել։ Իրավապահների արձագանքը ձեր կարծիքով Միքայել Աջապայանի այդ հայտարարությունը ռազմական հեղաշրջման վերաբերյալ երբ պետք է լինեն, որ չհամարեիք ընտրովի արդարադատություն։ Դրանք եղել են մի քանի ամիս առաջ, բայց այդ հայտարարությունները եղել են ավելի վաղ։ Այդ սահմանը ո՞րն է։ Տեսեք, այդ սահմանը հիմա շատ դժվար է, հատկապես երբ որ մենք ծանոթ չենք այն բոլոր նյութերին, process-ներին, որը իրականում կա։ Մեզ պարբերաբար կամ պաշտպանական կողմը տրամադրեց որոշակի հանրային տվյալներ կամ մեղադրանքի կողմից են տրամադրվում եւ երբեմն էլ ցավոք սրտի արդեն այնպիսի միջավայր եւ տպավորություն է ստեղծվել, որ հանրային տիրույթում տարբեր մեխանիզմներ գործադրելով այն ինֆորմացիան, որ մեղադրանքի կողմից գալիս է, վստահություն երբեմն չի էլ ունենում բավարար չափով, որովհետև կամ ժամանակից շուտ խախտելով որոշակի կարևորագույն սկզբունքներ տրվում է ինֆորմացիա, որը այդ պահին ի վնաս է նաև ընդհանցակարգային երաշխիքների ապահովմանը, կամ ուռճացված որոշակի տվյալներ, որոնք կրկին խախտում են, հա։ Հիմա ես չեմ կարող այս պահին չունենալով հստակ հասանելիություն այդ ամեն ինչին պատասխանել կոնկրետ հարցին, սակայն միանշանակ է, որ կա ընտրովիություն եւ տվյալ պարագայում արդեն ոչ մեկ դրվագով արդեն
փաստ է, քրեական արդարադատության գործիքակազմերը ակնհայտորեն կիրառվում են առերևույթ արդեն քաղաքական նպատակահարմարության։ Քաղաքատարկյալներ կան Հայաստանում։ Այդ հարցին ես շատ սիրով կանդրադառնամ ձեզ հետ, եթե դուք հրավիրեք այս կարևոր գործերով վարույթին ներգրաված գոնե երկու պատասխանատու անձանց եւ մենք միասին քաղաքապետարների վերաբերյալ համապատասխան սահմանումը ձեռքի տակ ունենալով կարող ենք ԵԽԽՎ-ի 19 Չէ, որովհետեւ որպեսզի այդ պնդումը կատարենք, հարգելի Ռոբերտ, մենք պիտի նաեւ մյուս կողմի հակառակ մոտեցումներին ծանոթ լինենք, որը այստեղ լինեն եւ իրավապահները եւ Ես այդ հարցին կպատասխանեմ իրավապահների հետ շատ մեծ սիրով ունենալով հնարավորություն իրենց հետ քննարկելու, որովհետեւ այն աշխատանքը, որ մենք իրականացնում ենք հիմա 2025 թվականին, իրականացրել ենք նաեւ մինչեւ 2018 թվական ընկած ժամանակահատվածում ունեցել ենք մի շարք պաշտպանյաններ, այսպես ասած, ովքեր իրավացիորեն համարվել են քաղբանտարկյալներ եւ այդ բանաձևը մենք հստակորեն կիրառել ենք։ Այս պահի դրությամբ որոշակի process-ներ արդեն մեզ թույլ են տալիս ասելու, որ քաղաքական կոնտեքստը առանձին դեպքերում կա, այդ մտավախությունը կա եւ կախված հետագա զարգացումներից կկարողանանք արդեն վերջնական այդ պնդումը կատարել։ Այս պահին ես Աջապայանը խոսքի համար է դատապարտվել ըստ այս բանաձևի եւ այլ իրական մեղադրանք գործողությունների։ Միքայել Աջապայանի պարագայում հաշվի առնելով հանցակազմի որոշակի առանձնահատկություններ, ես իմ խոսքում նշեցի, որ եթե հայտարարությունը մենք միասին հիմա նայենք, այստեղ մենք ունենք պնդումը, որ բռնության կոչեր, ատելության խոսք ինքը դատապարտելի երևույթ է։ Եկեք տարբերակենք, ինչպես է այդ ամենը կիրառվում եւ ինչը դատապարտելիության մարմնավորումը չի, այսպես ասենք, որ ասենք դատապարտել։ Հիմա հաջորդ հարցն է, այո, հաջորդ հարցն է, ինչքանով է քրեական արդարադատության գործիքակազմը օրինական եւ համաչափ ձևով կիրառվել, որովհետեւ կան այս գործի շրջանակում բավարար տվյալներ, որոնք թույլ են տալիս պնդելու, որ սա ընդրովի արդարադատություն է։ Ես նման պնդում հիմա չեմ անում, ես ձեզ ասացի, որ դեպքում այդ հարցին միանշանակ կպատասխանեմ, բայց այս պահին Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ արկա իրավիճակը թույլ է տալիս պնդելու, որ քաղաքական կոնտեքստ առանձին գործերով կան եւ առնվազն մի քանի դրվագով այս պահին կան ազատազրկված անձինք տևական ժամանակ, ում առնչությամբ քրեական վարույթները իրենցում պարունակում են քաղաքական տարրեր։ Սամվել Կարապետյանը։ Միանշանակ, Սամվել Կարապետյանի պարագայում, եթե մենք վերցնենք այն արտահայտությունը, որը կատարվել է, հա, բառացիորեն ես հիմա կարող եմ փորձել հիշեմ, բայց միգուցե ինչ-որ վրիպակներ թույլ տամ ներեցեք, բայց մենք ես էլի այդ համեմատականը պիտի տանեմ, նախկինում ունեցել ենք բավականաչափ նման դեպքեր, հանդես գալով կրկին իրապաշտպան կարգավիճակից, երբ որ տեսել ենք ազատ խոսքի սահմանափակումը լրիվ այլ նպատակներով։ Հիմա հաշվի առնելով նաև այն պատժատեսակը, որը վրա է հասել, որովհետև կալանքը, որը կիրառվել է, այլևս սոսկ միջդատական վարույթի ընթացքում որոշակի նպատակ հետապնդելու համար չի իրականացվում։ Սա ակնհայտորեն պատժիժ նպատակով է կիրառվել։ Այո, պատժիժ նպատակով է, որովհետև տևական ժամանակ է, նախ խնդիր կա այդ գործի շրջանակներում հիմնավոր կասկածի առնչությամբ եւ եկեք չմոռանանք, որ զուգահեռ իրականության մեջ մեր դատաերևական համակարգը որոշակի զարգացում է ունենում։ Բավականին վերջերս մենք ունեցել ենք Սահմանադրական դատարանի որոշում, որտեղ հստակ արձանագրվել է, որ դատարանը նման գործերով որոշում կայացնելիս պիտի բավարար ջանասիրություն ցուցաբերի, որպեսզի հիմնավորվի ինչքանով է տեղին կալանքը շարունակաբար կիրառելու պարագայում։ Իշխանությունը այս գիտեք ինչ բացատրություն է հնչում Տիկին Հարությունյան, որ մարդիկ, ովքեր, այսպես ասենք, կատարել են կամ գիտեն, որ կատարել են ինչ-որ իրավախախտումներ եւ շուտով իրավապանները թակելու են իրենց դուռը, սկսում են այսպես կոշտ իշխանություններին քլնգել, մեղադրել եւ քննադատել, որպեսզի իրենց հավանական կալանավորումը կամ ձերբակալումը ստանա քաղաքական աստառ եւ ընկալվի հանրության կողմից այնպես, որ իրենք պատժվել են իրենց խոսքի եւ քննադատության համար, ասենք մեր ձևով կմասնակցեմ արտահայտության։ Հարգելի Ռոբերտ, ես այս հարցերին ինչպես մինչ այս պահը ես դուք նկատել եք նման փորձում եմ իրավական տիրույթում հարցերին մոտենալ եւ ձեր մատնանշածը ցավոք արդեն իրավական տիրույթից դուրս է։ Ես կարող եմ արձանագրել որպես իրավաբան, որպես մասնագետ գնահատականները տալ իրավական եւ դատական գործընթացի շրջանակներում։ Կոնտեքստը կարևոր
կարևոր է, բայց այդ կոնտեքստը, եթե մենք հիմա ձեր նշած կոնտեքստը կրկին նայենք, եկեք տեսնենք ինչ է արտահայտվել, ինչ դատապարտելի երևույթ կար այդ խոսքի մեջ, եւ եթե ինչ որ վտանգավոր բան կար, որ հետագայում պիտի բացահայտվեր, այս ամիսները պիտի որ բավարար լինեին, որպես ինչ որ տենց լուրջ հանցանք վրա հասներ։ Քավլիցի, եթե այո, քավլիցի, եթե պետք է ինչ որ անձի պատասխանատվության ենթարկել որոշակի գործողության համար, մեր քրեական օրենսդրությունը բավականին մեծ է։ Մենք ունենք բարեփոխված, բարելավված քրեական օրենսգիր եւ քրեական դատավարություն, որը ի դեպ նաեւ այլընտրանքային բավականին մեծ միջոցներ է նախատեսել, որովհետեւ գոնե վերջին 10 տարվա ընթացքում պետությունը փորձում էր պատժողական քաղաքականությունից անցում կատարել ավելի վերականգնողականի, որը կբացառեր նաեւ նման տեմպերով եւ նման ծավալով կալանքների կիրառումը, փաստացիականատեսն ենք լինում կրկին այդ արատավոր պրակտիկային, բայց ինչի մասին է խոսքը, այսինքն եթե նույնիսկ այդ քննարկվող օրինակում կա մի բան, որը պատժելի էր, պետք է ի սկզբանե դրա հետքերով գնալ եւ ոչ թե ստեղծել արհեստական որևէ գործ, որը բոլոր առումներով խոցելի եւ իսկապես խոցելի է։ Այո, եկեք ցանկացած նույնիսկ բակալավրիատում, այո, սովորող իրավաբանի պարագայում մենք կարող ենք հիմա բռնել, դիտարկել, վերցնել հանցակազմը, ինչը որ այսօր դրված է իրավապահների մոտ եւ այն արտահայտությունները, որոնք կատարվել են, եւ տեսնել, որ այստեղ իսկապես կա խնդիր եւ ավելին կալանքի առնչությամբ կա խնդիր եւ սա Հայաստանի պարագայում համակարգային խնդիր է։ Առաջին անգամ չի, որ մենք խոսում ենք սրա մասին։ Մենք ունենք մշտադիտարկման արդյունքներով վերհանված տարբեր ժամանակահատվածներում արձանագրում ապացուցահեն, որ կալանքը իսկապես Հայաստանում աննախադեպ ծավալներով է կիրառվում, ոչ իշ նպատակային նշանակությամբ եւ շատ հաճախ առաջին իսկ կարևոր պահանջներից մեկը հիմնավոր կասկածը բավարարված չի լինում եւ տևական ժամանակ կիրառվելով արդեն դա դառնում է անձի համար պատիժ, ինչը տարբեր գործերով մենք ականատես ենք լինում։ Ուզում եմ ես այսպես շարունակենք այն հասարակական կազմակերպությունների ձեր գործընկերներ, որ չեն միացել այս հայտարարությանը եւ չեն ստորագրել, ես նրանց հարց ուղեցի, այդ թվում եթերում, թե ինչու չեն միացել, դե այսպես ասենք պարոն Սաքունցը ասում էր ես շատ գնահատում եմ իմ գործընկերներին, այսինքն անձնական ինչ-որ բան չէր դնում, բայց ասում է ինչու չեմ ստորագրել, որովհետև օրինակ աշխարհաքաղաքական կոնտեքստը հաշվի չի առնվում այս իրադրությամբ, գնահատականների հետ համաձայն չի եղել, օրինակ որ շատ է նաև խոսվում, միայն ոչ իր կողմից, այլ փորձագետներ նշում են, որ Ռուսաստանի կողմից օգտագործվում են տարբեր գործիքակազմեր, այդ թվում ժողովրդավարական գործիքակազմերը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու, օրինակ ներքին ապակայունացումների կամ, չգիտեմ, ֆինանսավորել օլիգարխներին, հա, կամ ուղղորդել օլիգարխներին Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ եւ Ռուսաստանի շահերը առաջ մղելով եւ այլն, հասկանալի է, չէ՞, եկեք հերթով պատասխանեմ։ Այսինքն, քանի որ դուք չեք անդրադարձել այս կոնտեքստին, այդ դեպքում ձեր գործընկերները ձեռնպահ են մնում, այսպես կիսել այս գնահատականները, ինչու դա օրինակ հաշվի չեք առել, ինչ կարող եք։ Իսկ ով է ասում, որ որոշակի զարգացումներ հաշվի չեն առնվում, բայց տեսեք, Ռոբերտ, մի բան է, երբ այստեղ շատ կարևոր է, թե որպես ինչ ես դու հանդես գալիս։ Ամենայն հարգանքով բոլոր գործընկերների նկատմամբ, սակայն եթե իմ տվյալները դեռ չեն փոխվել, այն անձինքում դուք վկայակոչեցիք մեր շատ հարգելի գործընկերները իրավապաշտպան են, քաղաքասարակությունը։ Նման մեկնաբանությունները արդեն կարող են տեղ գտնել քաղաքական որոշակի երկխոսություններով, որոնք կտրված կլինեն շատ կոնկրետ իրավական եւ դատական process-ներից։ Ես խոսում եմ որպես մասնագետ։ Եթե իսկապես Հայաստանի Հանրապետությունը եւ ձեր կողմից նաեւ նշած մարդիկ իսկապես ուզում են, որ Հայաստանում վերջապես ժողովրդավարությունը հռչակվի եւ իրավունքի գերակայությունը հաստատված լինի, կոնտեքստով պայմանավորված արդարացումները շարունակ դուռ է բացելու ավելի կոշտ եւ ավելի կոպիտ խախտումների համար, որը բաց է թողնում իշխանությունների համար շատ մեծ տարածք, շատ մեծ տիրույթ է տալիս նորանոր խախտումներ իրականացնելու համար այդ կոնտեքստը շարունակաբար բերելով որպես պատճառ։ Գործընկերներից մեկը եւ շատերը, ովքեր նույնիսկ օրնիբուն եղանակով այդ կոնտեքստի մասին խոսում են, նույնիսկ հրապարակային ծեծը հանրային մարմնում քաղաքապետարանում արդարացնում են կոնտեքստը մեջ բերելով։ Արդյոք դուք ուզում եք ապրել այնպիսի իրականության մեջ,
որը շարունակաբար այդ կոնտեքստը վկայակոչելով կոպտագույն մարդու իրավունքների խախտում թույլ կտա եւ արդյոք նման մոտեցումն ու քաղաքականությունը իրապես թույլ է տալիս Հայաստանում ներդնելու իրավունքի գերակայությունը եւ ժողովրդավարությունը։ Ես վստահ չեմ։ Եվ հակառակը, եթե իսկապես այդ կոնտեքստից մտավախությունը կա եւ այն անձանցից ում իրավունքների իրապես խախտման առնչությամբ մտավախություն ունեն արձագանքելու, միգուցե հարթությունը փոխվի եւ որպես քաղաքական մեկնաբանություն հանդես գալով կռիվ տան այն կոնտեքստի դեմ, ինչի դեմ պայքարում են։ Մենք շարունակում ենք մնալ իրավապաշտպաններ։ Անկախ դա ինչ Չէ, ես չեմ ասում կարևոր չի, Ռոբերտ ջան, նույն կոնտեքստով, եթե կա այդ հիբրիդային պատերազմի վտանգը, ես կարող եմ հարցին հարցով պատասխանել, իսկ ով է ասել, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները քաղաքացիների համար հիբրիդային պատերազմի հիմքեր չեն ստեղծում։ Ես ինքս բազմաթիվ դրվագներ, այո, ես չեն վարում հիբրիդային պատերազմ, իրենց քաղաքացիները դեմ դա է։ Դա ոչ միայն արտաքին օրակարգի մաս կարող է լինել, այլ մի շարք դրվագներով, անվտանգային հարցերի հետ կապված, որոշակի պրոցեսների հետ կապված, ինֆորմացիայի բացակայությունը կամ թեր ներկայացումը կամ մանիպուլյացիաներով ներկայացումը նույնպես կարող է հիբրիդային պատերազմի դրսևորում լինել, որը ոչ մեկ անգամ մենք ականատես ենք եղել հենց իշխանությունների կողմից։ Ես շատ մեծ վերապահումներ ունեմ հիբրիդային պատերազմի առնչությամբ, սա չի նշանակում, որ կա եւ պետք է զգոն լինել, սակայն էլի պիտի կրկնեմ, պետք չէ այդ արտաքին վտանգները վկայակոչելով շարունակաբար թույլ տալ ժողովրդավարության անկումը եւ կոպտագույն խախտումներ։ Սա արդեն դարձել է այն կանաչ թուղթը, որ այդ կոնտեքստը աշխարհաքաղաքական եւ այլ երևույթներ շարունակաբար Հայաստանի Հանրապետություն վկայակոչվում է եւ կոպտագույն խախտումներ են թույլ տրվում։ Եվ հարգելի գործընկերների պարագայում էլ վերջապես պիտի հասկանանք մենք իսկապես իրական արժեքներն ենք ուզում պահել, թե կոնտեքստից կոնտեքստ ուժից ուժ որոշակի իրավիճակով պայմանավորված շարունակաբար խոցելի դարձնենք իրավապաշտպանի կոչումն ու քաղաքասարակության դերը։ Ամեն դեպքում դուք վտանգ չեք տեսնում, որ տարատեսակ, ասես ասենք, ոչ ժողովրդավարական ուժեր, որոնք իրապես ոչ ժողովրդավարական, ոչ թե մեկնաբանության հարց է, ասենք ապացուցված է, հա, որ ժողովրդավարական է, կարող են շահարկել եւ մանիպուլացնել ժողովրդավարության գործիքները, պայքարելու ժողովրդավարության սկզբունքների դեմ։ Օրինակ, հա, օրինակ օգտագործել օրինակ ընտրությունների մեթոդը, հանրային, ասենք Telegram ալիքների եւ այլ սոցցանցերի ալգորիթմների մանիպուլյացիա եւ այլն, հասարակական կարծիքը մանիպուլացնել եւ գալ իշխանության։ Դուք դա արդյոք վտանգ չի լինի ձեր ժողովրդավարական վտանգ կարող է լինել, բայց այն իշխանության կոնկրետ անձի դեմ չի էլի, ընդհանրապես։ Բնականաբար մենք բոլորս հասկանում ենք եւ իրականությունից կտրված չենք, բայց այստեղ կա դիրքորոշումը նաև առայն, որ այն մարդիկ, ովքեր իսկապես այդ վտանգի մասին շարունակաբար խոսում են, հաշվետու չեն դարձնում այն իշխանություններին, որոնք ունեին բավականաչափ երկար ժամանակ եւ հնարավորություններ բոլոր մակարդակներում օրենսդիր, գործադիր, դատական ստեղծելու այնպիսի միջավայր եւ կայացած ինստիտուտներ, որոնք ունակ կլինեին այդ մարտահրավերներին դիմակայել եւ կանխել։ Վերջի վերջո, եթե մենք նման խնդիրներից նման մտավախություն ունենք, կան այլ գործիքակազմեր նույնպես օրենսդրության փոփոխությունից մինչեւ ինստիտուտների հետ կապված այնպիսի ուժեղ մարմինների ձևավորում, որոնք իսկապես կարողանան համահունչ պատասխան տալ։ Սակայն յուրաքանչյուր դեպքում խախտումով փորձել խախտումին արձագանքելը Հայաստանի Հանրապետության շահերից միանշանակ չի բխում։ Հայաստանի Հանրապետությունում այն ինչ հիմա կատարվում է եւ տարբեր շրջանակներ փորձում են յուրովի շահարկել եւ արդարացնել կոպտագույն խախտումները, մի տեղ է տանում, որտեղ մենք ստիպված ենք լինելու ինչ որ խախտումը արդարացնել խախտումով։ Այս շրջափուլը ավարտ չի ունենալու եւ այս շրջափուլը մենք միասին մինչեւ 2018 թվականը անցել ենք նման փուլերով։ Մենք ականատեսն ենք եղել տարբեր դրսևորումների եւ հիմա այն ինչ մենք տեսնում ենք ցույց է տալիս, որ ուղղակի վերարտադրություն է տեղի ունենում արատավոր որոշակի process-ների, այն անձինք, ովքեր այս գործերի հիմքում կանգնած են, քրեական վարույթի շրջանակներում, ուղղակի կան երևույթներ, որ չես կարող էլի չմատնանշել, մարդիկ, ովքեր պատրաստ են եղել, ունակ են եղել քրեական գործեր կարելու, նախկինում եւ ներկա նույն գործառույթը լավագույն ձևով իրականացնում են։ Հիմա կոնտեքստը, որոշակի վտանգներ, ինչպես կարող են արդարացվել, եթե մենք ունենք անառողջ ինստիտուտներ, չկայացած որոշակի մարմիններ,
դատական, իրավապահ համակարգի հետ կապված, որոնք ունակ չեն ուղղակի մի կողմից մարտահրավերներին օրինական ճանապարհով արձագանք տալ, մյուս կողմից օգտագործում են այդ մեխանիզմները այնպես, որ սոսկ վախի մթնոլորտ տարածվի, խախտելով մի շարք իրավունքներ, թույլ տալով կոպտագույն եւ շարունակական խախտումներ։ Սա այն ժողովրդավարական միջավայրն է, որին մենք ձգտում ենք, շրջանցելով այդ մարտահրավերները, հա։ Տեսեք, ես լսում եմ երբեմն գնահատականներ ոչ ասենք խորհրդանական ընդդիմության շարքից, այլ նույն քաղաքասարակության մեկ այլ այսպես ներկայացուցիչների կողմից, որ այս իշխանությունը ավելի հակաժողովրդավարական է, ասենք քաղբանտարկյալների արկայությամբ կամ այսպես դատական իշխանությանը հրահանգելու իմաստով կամ գործեր կարելու իմաստով, քան Սերժ Սարգսյանի իշխանություն։ Քոչարյանին հələ մի կողմ դնենք, որովհետև Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունները մի քիչ իրարից տարանջատվել են։ Սերժ Սարգսյանը պակաս, այսպես բիրտ, քան իր նախորդը այդ տրամաբանությամբ, այսպես սա այն մեկնաբանություն չի, հա։ Դուք համաձայն եք, որ Փաշինյանի օրոք Հայաստանում դիկտատուրա է հաստատվել կամ դրա ճանապարհին եք։ Ռոբերտ ջան, դուք շատ կատեգորիկ պնդումներ եք անում։ Ես գիտեմ, բայց ես սիրում եմ երևույթներին համակողմանի եւ ավելի մասնագիտական մոտենալ։ Այո, սա մասնագիտական գնահատականի հարց չի, կարծում եմ։ Չէ, ես հանդես եմ գալիս որպես մասնագետ։ Ես պոպուլիստ քաղաքական գործիչ չեմ, որպեսզի լայն եւ ոչինչ չասող մեկնաբանություններ տամ, բայց նաեւ ինձ իրավունք կվերապահեն վերջապես 7 տարի անց այլևս չհամեմատել, որովհետև 1 տարի չէ, 2 չէ, 3 չէ, 7 տարվա ընթացքում մարդիկ նույնիսկ երեխա են ունենում եւ դպրոց ճանապարհում։ Դա բավականաչափ ժամանակ էր, որպեսզի կարողանայինք ինչ-որ մի բան իսկապես փոխել երկրում։ Եվ պարտադիր չի 90-ականների եւ 2000-ականների արատավոր դրսևորումները նույնությամբ 2025 թվականին տեղի ունենան։ Գոյություն ունի բնականոն զարգացման այդ process-ը, հա, այն ինչ տեղի էր ունենում 2000-ականներին, չի կարող նույն ձևով, նույն խստությամբ տեղի ունենալ 2025 թվականին։ 2018-ի հետ համեմատեցին։ Ես 2018-ի մարտի հետ։ Տեսեք, եթե 2018-ի մարտի հետ եք համեմատում, դուք ինքներդ օրինակը նշեցիք, մենք ունեցել ենք պաշտպանյալներ 18 թվականի դեպքերի ժամանակ, ովքեր հավաքին մասնակցելով, չանելով որևէ վտանգավոր բան, թույլ չտալով որևէ խախտում, ձերբակալվել են եւ տարվել են դատարան կալանքի համար։ 3 հանրային տիրույթում հասանելի տվյալներով տեսել ենք նման կադրեր, որ թույլ է տալիս պնդելով, որ նույն արատավոր երևույթները շարունակվում են։ Գյումրիի պարագայում եւ իհարկե ես չեմ ասում, որ այնտեղ խախտումներ տեղի չեն ունեցել դեպքեր, երբ որ քաղաքացիները փորձել են խոչընդոտել, ուժայինների նկատմամբ որոշակի գործողություններ են կատարել, բայց երևույթը որպես այդպիսի վախի տարածումը, հա, terror-ի տարածումը եւ անհիմն կալանքի պրակտիկան օգտագործելը, շահարկելը շարունակական է։ Բայց հիմա ես ուզում եմ ձեր նախորդ հարցին անդրադառնալ։ Քաղաքացիներին հաբեկել ընդդիմադիր։ Այո, քաղաքացիներին նաև, որը միտում ունի, սա մի երևույթ, որ մենք նախկինում տեսել ենք, սա նոր բան չէ, որը միտում ունի լրացնել հակադիր ծայները, կողմնորոշումները եւ տարածել վախ, որ եթե որևէ քայլ ավել կատարվի, ազատազրկումը եւ որոշակի իրավական գործիքակազմեր կկիրառվեն։ Հիմա նկատի ունեք այս իշխանությունը այդպես անում։ Ոստիկանական Ես այս շաբաթվա զարգացումներին եմ, այո։ Զուտ հստակ լինելու։ Ես միշտ սիրում եմ հստակություն։ Շնորհակալություն։ Հիմա անդրադառնանք այդ համեմատականին։ Համեմատությունը ինքնին ես արդեն նշեցի, որ գոյություն չեն կարող Հայաստանի Հանրապետության ժամանակի ընթացքում բնականոն զարգացման ֆակտորը անտեսել։ Եվ ելի կրկնեմ ինձ, չի կարող ինչ-որ խախտում կամ երևույթ նույն ձև իրականացվել այնպես, ինչպես իրականացում էր 2000-ականներին կամ 90-ականներին, հա։ Եթե նույնիսկ այս զարգացումը մենք չունենայինք, շատ ավելի վատ էր լինելու մեզ համար։ Բայց եկեք ես ձեզ հարցին օրինակով պատասխանեմ, հա։ Կոնկրետ օրինակով եւ նկարագրելով համատեքստը։ Ինչ տարբերություն ուղղակի ձևով դատավորին կամ թատախազին հրահանգ կհնչեցվի, թե մեկ SMS-ով դատական իշխանության անկախությունն ապահովող մարմնի ղեկավարը եւ իրավապահ համակարգի կարևորագույն դերակատարում ունեցող անձիկ մի քանի րոպեի ընթացքում պաշտոնին հրաժեշտ կտան այն դեպքում, երբ որ չկա հաշվետվողականության որևէ գործիքական, թե վերջի վերջո ինչի համար է դա տեղի ունենում, եւ դա ազդակ է նաեւ այդ նույն դատական համակարգի մնացած
ներկայացուցիչների համար, որ յուրաքանչյուրի ճակատագիրը մեկ SMS-ով կամ մեկ որոշակի քայլով կարող է որոշվել, եւ եթե դա էլ նույնիսկ չարվի, հարգելի Ռոբերտ, միջավայրը մթնոլորտը արդեն այնպիսին է, որ կա անուղղակիորեն որոշակի հրահանգ, որ հակադրվելը կամ չանելը այնինչ այս պահին անհրաժեշտ է իշխանություններին կհանգեցնի տվյալ որոշում կայացնող անձի համար բացասական երևույթների։ Իշխանությունը այնպեսի մթնոլորտ։ Այո, այդ մթնոլորտը ոչ մեկ անգամ է, եկեք բոնը փորձենք վերջին 6 ամսվա կտրվածքում սոցիալական ցանցերում հրապարակային փոստերը որոշակի մեկնաբանության ենթարկել։ Ես հիշում եմ, երբ որ Արմա Եղոյանը մի դատավորի քննադատում էր ընդդիմադիրին ազատելու համար կալանքից ոչ մեկ դեպքեր կան դրա համար, բազմաթիվ դեպքեր ունենք։ Սպանությունը քննարկած անձին մեկ այլ դատավոր դե անմեղության կանխավարկածը արդեն Հայաստանի Հանրապետությունում բոլոր մակարդակներում կարծես թե վերացած սկզբունք է ցավոք սրտի, ոչ մեկ դրվագով է դա եղել, մենք բազմաթիվ դեպքեր ենք ականատես լինում, որ այստեղ ես անձամբ չեմ ուզում քննարկել, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը հրապարակային գրառում է կատարում, որը իր մեջ արդեն ունի պնդում, հաստատում մի երևույթի վերաբերյալ, որը դեռևս նախաքննության փուլում է գտնվում։ Դա մեկ։ Երկրորդ, երբ որ ցույցում է գալիս, որ իշխանության համը ձեր բերանում կմնա եւ հաջորդում են դրան իշխանության պետության եւ կան նաեւ նախորդած իրադարձություններ, սկսած 19 թվականից վնգստացող դատավորներ դատարանների դռները փակել SMS-ով կարևորագույն օղակի հանդիսացող պաշտոնատարանձին աշխատանքից հեռացնել։ Նման միջավայրը, հարգելի Ռոբերտ, թույլ է տալիս կատարել պնդում, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության դատական եւ լայն վերցրած դատաերևական համակարգը կարող է իրեն անկախ զգալ կամ անկախ։ Պատասխանեք ձեր հարցին։ Ես ռետորական հարց եմ բարձրացրել։ Կոնկրետ պատասխան։ Բնականաբար ոչ, Ռոբերտ ջան, ոչ։ Նույնիսկ եթե դրա միտումը չկա, իրականությունը, որը ստեղծվել է, խոսում է լրիվ հակառակի մասին։ Միգուցե մարդիկ, ովքեր 18 թվականին խոսք տվեցին այդ բոլոր բարեփոխումները, իսկապես այդ մտադրությունները ունեն, բայց այն իրականությունը, որտեղ մենք հիմա կանք, խոսում է ձախողված բարեփոխումների եւ չկայացված պետական ինստիտուտների մասին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ գալու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հյուրընկալել ենք Հասմիկ Հարությունյանին։